Ուրեմն վերցնենք նույն Վրաստանի փորձը։ Ես շատ ենք խոսում թե Վրաստանի, բայց Վրաստանի փորձը, քանի որ մեր հարևանն է եւ մոտավորապես նույն պրոպորցիաները կան, տեսեք, կար 2007 թվականին այնպեսի գործիչ Բադրի Պատրիցիկաշվիլի, որը 12 միլիարդ դոլարանոց անձնավորություն էր, այսինքն վրացիների ամենահարուստ մարդն էր, միլիարդատեր։ Ինքը եկավ ասեց, որ ես հիմա մի հատ նոր շարժում եմ ստեղծում, Վրաստանի եկեղեցու շատ լավ դաշինք կազմեց եւ հեսա մենք հասնել ենք հաջողության, ես մենակով կհասնեմ հաջողության։ Արդյունքում ինչ արեց իշխանությունը, արգելեց իրենց մասնակցելու ընտրությունների, քրեական գործ բացեց Բադրի Պատրիցիկաշվիլի վրա, նա ստիպված հեռացավ Վրաստանից եւ ընտրությունների ժամանակ կիսաջարդված այդ ուժը հավաքեց ընդամենը 7%։ Ինչու՞, որովհետեւ մնացած ուժերը, մանր-մունր ուժերը, որոնք մուլտիպլիկացիոն էֆեկտ կարային տան, եթե միավորվեին, հա։ Իրենք շահագրգռված չէին, որ ասենք Բադրի Պատրիցիկաշվիլին պաշտպանեին, որտեղ իրան բաներն արել, շահագրգռված չէին, որ իր ուժը հասնի հաջողության, բայց այդ էգոիստական մոտեցման արդյունքում բացեցի բոլոր ուժերը փոշիացան եւ Սաակաշվիլին հաջողվեց այդպես ասած վերարտադրել իշխանությունը 2008 թվականին, բայց 2011 թվականին, երբ որ եկավ Բիձինա Իվանիշվիլին, էլի միլիարդատեր էր, ընդամենը 7 միլիարդ դոլար ուներ, հա, մի քիչ ավելի քիչ, բայց քաղաքական իմաստով շատ ավելի խոհեմ մոտություն է։ Ինչ արեց ինքը։ Ինքը գնաց բոլոր փոքր ուժերի ղեկավարների տները, բառացի բոլորին։ Ասաց ես ձեզ հրավիրում եմ, հասկանանք դուք ինչ տեղ ու դեր կարող եք ունենալ։ Բնականաբար բոլորին չէր կարող հավասար պայմաններ դնել։ Ինքը ստեղծեց մի հասարակական քաղաքացիական հարթակ եւ ասաց, որ ես հրավիրում եմ բոլորին համագործակցության, բոլոր այն հանրային գործիչներին, քաղաքական գործիչներին, ովքեր որ ուզում են եւ ներգրաված կլինեն այդ դաշտի մեջ։ Եվ արդյունքում ինքը բոլորին կոնսոլիդացրեց իր շուրջը եւ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ես ասեմ ձեզ, ուրեմն ինքը ջախջախեց Սաակաշվիլի սակցանը ընտրությունների ժամանակ, որտեղ մեկ միասնական ցուցակով հանդես եկան բոլորը, դուրս էին մնացել 1-2 մանր կուսակցություն, որոնք ստացել են ընդամենը 1-2%։